Հայ-եթովպական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, դրանք սկսում են դեռ Մովսես Կորենացու ժամանակներից։ Ինչ կարող եք ասել, պարոն Ալբանդյան, հայկական հետքի մասին, որ այսօր կարելի է կարծես թե ամեն քայլափոխի տեսնել, գտնել Եթովպիայում։ Ուրեմն եթովպահայկական հարաբերությունները շատ երկար դարերու պատմություն է, սկսած երկրորդ դարեն մինչև մեր օրերը։ Սկզբնական շրջանին անիկա եղած է կրոնական հիմքերու վրա եւ մանավանդ 7-րդ դարեն սկսած, երբ հայ վանականները ստիպված են փախիլ իսլամական բաները, Եթովպիա ապաստանք գտած վանականներ գոյություն ունեցած են, որոնց աստեցությունը եթովպական եկեղեցին վրա զգալի եղած է ժամանակաշրջանը, նամանավանդ 14-րդ դարում Վոլլո, եթովպական Վոլլո նահանգի հայք քաղաքի մոտ եղած է Սուրբ Ստեփանոս վանքը, ուր աշխատած է Եթովպիո մեջ Գևորգ հայորդին անունով վանականը, որը եթովպական գյուզ լեզվով գրած է Մարիամ Աստվածածնա մասին շատ հետաքրքրական բանաստեղծություն, որ անշուշտ այս տակավին չեմ ուսումնասիրած չեմ կարդացած, որտեվ գյուզ լեզվով է, հին եթովպական լեզվով է։ Բացի կրոնական հարաբերություններն գոյություն ունեցած է նաև ոչ կրոնական հարաբերությունը կամ ասենք համայնքային հարաբերությունը, որը գրնալ սկսած է 16-րդ դարում իմաստնավորի Մատթեոսի կողմէ, որ Եթովպիո թագուհի խնդրանքին համեմատ գնաց Պորտուգալ, որտեղից բերավ զինվորներ պայքարելու Ահմեդ Գրանի ասպատակություններու դեմ, որը պատահեցավ 1543 թվականին եւ հայտնի հետախույզ Վասկո դա Գամայի թորը Քրիստոֆոր դա Գամա 400 հոգինոց զինվորական ուժ մտավ Եթովպիա պայքարելու Օսմանյան գայսրության կողմէ զինված Ահմեդ Գրանի ուժերուն եւ ի վերջո եթովպական ուժերը հաղթանակեցին պորտուգալցիներու այս հարաբերություններու սկիզբը կնկատեմ ես անցամբ անգևերջ ունեցած ենք ուրիշ թեսպաններ կամ բադվիրակներ, որոնք Եթովպիա համար ուղարկված են դեպի մողուլական գայսրություն, դեպի իմակվա Ինդոնեզիա, առաջ որ գոչվում էր Բաթավիա, այնտեղ եւ քաղաքական եւ արևդրային հարաբերություններ մշակած են, այդ գլխավոր ասոնց մեկ գլխավորը Մուրադ Խոջան էր, որ մոտ 50 տարի ծառայած է եթովպական արքունիքին որպես պատվիրակ եւ արևդրական ներկայացուցիչ։ Իր եղբորորդին Մուրադ Չելեբին, որ ուղարկված էր դեպի Ֆրանսա Լուի 14-ի արքունիքը, բայց Ալեքսանդրիա հասնել են հետո իրեն դիլդվություն չդվին երթալ Ֆրանսա եւ ինքը մնաց, բայց իրեն դարած նվերները հասան Լուի 14-ին, ուրեմն այսպես ունեցած ենք Էլիաս անունով պատվիրակը, որ ծառայած է Դարֆուրի մեջ, Սուդանի մեջ եւ ունեցած ենք Բողոս Մարգարյանը, ով գրգված է Եգիպտոս պատվիրակությամբ դիվանագիտական հարցերով ծառայելով Մենելիք կայսրին, այսպես շարունակ տեղի ունեցած է այս հարաբերությունը։ Բացի այս պատվիրակներն ունեցած ենք նաև այցելուներ, մասնավորապես եկեղեցականներ, որոնք եկած են Եթովպիա զանազան գործերով,
որոնց մեջ երկուք Եթովպիա ուղարկված են Երուսաղեմի Պատրիարքության գողեր Տիմոթեոս Սապրիչյան եւ Իսահակ arczepiskopos Աստվածատրյան, որոնք եկած են Թեոդրոս Կայսրի մոտ անգլիացիներու ցերպակալված անգլիացիներու ազատագրվելուն համար։ Այսպես շատ հագիր պատմությունը մեր հարաբերությունները այսպես կրնանք ներկայացնել մինչև Այո։ գալով Բողոս Մարգարյան։ Հայաստանից Եթովպիա մեկնող տուրիստը, այսպես ասենք, ինչի հետ պիտի ծանոթանա, որոնք են մեր պատմամշակութային այն հուշարձանների ցանկը, որոնց հետ առաջինը դուք ծանոթացնում եք այն հային, ով հայկական հետքի մասին ուզում է ուրեմն տպավորություն ստեղծել։ Մինչև հիմա պատմածս բոլոր միայն պատմակետները գրնան ուսումնասիրել զանազան նյութերու վրա, իսկ ինչ կվերապերի այսօրվա թե ինչ հայկական հետքեր կան գլխավորապես եկեղեցին է Դբրոցի շենքը եւ ակումբի շենքը եւ անշուշտ միշտ քերեզմանատունը, որոնք հայկական հետքեր ունին, բայց ամենահատկանշանականը Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը նվիրատվությունն է Միրամ Մուրադյանի մեր համայնքին։ Ինչով է ապրում հայ համայնքը, ինչով է զբաղվում, ինչպես է պահպանում իր լեզուն, կարծես թե դպրոցի մասին դուք արդեն հիշատակեցիք։ Հայ դպրոցը գոյություն ունեցած էր մինչև 2000 թվական, 2000 թվականին վերածվեցավ միջազգային դպրոցի, գլխավորապես դեպի անգլերեն լեզուի դարձնելով ուսումը, որովհետև հայ աշակերտներուն թիվը 7 միայն մնացած էր, ստիպված էր դպրոցը գոյատևելու համար իր ցևը փոխել։ 2020 թվականին դպրոցը փակեց իր դռները, այսօր 5 տարի է չունենք դպրոց, հայ աշակերտ շատ չի գա, երեխա շատ չի գա, շատ փոքր համայնք ենք մնացած։ Որքան փոքր։ Մոտ 100 անհատ ենք։ Եվ այդ 100 հոգին բնականաբար նրանցից մի քանիսը երեխաներ կունենան, նրանց երեխաները իրենց երթին երեխաներ կունենան։ Դպրոցի հարցը կամ լեզվի հարցը ինչպես եք պատկերացնում։ Վերջին նոր սերունդը հայերեն գրեթե չի խոսիր, բայց մեր սերունդը եւ մեր հաջորդ սերունդը հայախոս է։ Օնլայն դասընթացներ գուցե կազմակերպվում են։ Չէ։ Ծնողներու հետաքրքրությունը կարևոր է։ Շատ ամուսնություններ, խառն ամուսնություններ են իտալացու հետ, զվիցերիացի հետ, տարբեր ազգերի հետ, այդպես որ հետաքրքրությունը շատ չի գա։ Դա դուք մտահոգիչ համարում եք։ Համայնքում կան դրանով մտահոգվողներ։ Համայնքը շատ փոքր է, լավն շատ մտահոգիչ չէ։ Որովհետև շատ քիչ է երեխաներու թիվը։ Իսկ ինչով են զբաղվում այդ 100 հայերը։ Հիմնականում որ ոլորտներում են ներգրաված։ Ունենք երկու բժիշկ, մեկ մանկապուժ, մեկ ադամնապուժ եւ մնացած արևդուրով են զբաղվում։ Եթովպիայի օրենսդիր եւ գործադիր իշխանության ներսում հայ ազգի ներկայացուցիչներ կան։ Հիմա այս ժամանակ չի գա, բայց եթե պատմականորեն երթանք 1890-ական թվականներուն միշտ ունեցած ենք գայսրի խորհրդատուներ մինչև Հայլե Սլասեի վերադարձը իտալական քաղաքատիրությունից ազատագրված վերադարձը միշտ պետության մեջ ունեցած ենք խորհրդատուներ, որոնք եղած են բավական աստեցիկ։ Վերջին հայկական միջոցառումը, որը համայնքի կողմից անցկացվել է, հիշում եք։ Պետք է նշեմ, որ վերջին 4 տարին
Հայաստանի Հանրապետությունը Եթովպիայի մեջ ունի իր ներկայացությունը, իր տեսփանությունը, մեկ ու կես տարի ունենք այստեղ նստող տեսփան լիազոր տեսփան բարոն Սահակ Սարգսյանը, որ շատ մեծ գործ կկատարի հայությունը ծանոթացնելու Եթովպիայով, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու Եթովպիայի, ինչպես նաև Աֆրիկյան միության եւ վերջին մեջացարումը 4 օր առաջ էր եկեղեցու մեջ տեղի ունեցավ համերգ Հայաստանեն եկած երկշուի Հասմիկ Հարությունյանի եւ Հունգարիայի տեսփանության կողմեն Հունգարիային եկած երաժիշտի կողմեն, որ տեղի ունեցավ եկեղեցի մեջ, որովհետև ընդհանրապես եկեղեցական բնույթ ուներ համերգը։ Դուք ասացիք, որ հայկական գերեզմանատուն կա Եթովպիայում։ Հայ երևելիներից ովքեր են այնտեղ ամփոփված։ Շատ այդտեղ ամփոփված են Սարգիս Տերզյան, Դիքրանեբեյան, Հակոբ Բաղդասարյան, Ներսես Նալբանդյան, Գևորգ Նալբանդյան, Արշավիր Տերզյան, շատ է թիվը։ Թեպետ համայնքը փոքր է, բայց այնուամենայնիվ համայնք կա եւ համայնքը ցանկացած համայնք ունի իրեն հատուկ խնդիրները, իհարկե այդ խնդիրները նաեւ կրկնվում են, մասնավորապես լեզվի պահպանման խնդիրը, կարծես թե ավելի առարկայական է ձեզ մոտ, բայց այնուամենայնիվ լեզվից բացի ուրիշ ինչ խնդիրներ ունի համայնքը։ Համայնքը մասնավոր խնդիրներ չունի, Եթովպիո ներկա իրավիճակը քիչ մխառն իրավիճակ է, այնպես որ շատ մարդ հստակ չէ գացությունը, թե ինչ պիտի լա, բայց առայժմ գոյություն ունեցած հայերը գա եկեղեցին աշխատող եկեղեցի է, ագումբը գիշեր երեկոները բաց է, գա մեկ հատ հայկական ճաշարան եւ այլն, Դուք քաղաքական իրադրությունից խոսեցիք, կմանրամասնեք Եթովպիայում ինչ է կատարվում հիմա։ Չէ, հիմա շատ այդ խնդրին մեջ մտնել չեմ ուզեր, ընդհանրապես խառն է Եթովպիայի իրավիճակը, այսօր օրինակ ցույցեր տեղի կունենան, բժիշկները ցույցի վրա են եւ այլն, շատ հստակ գացությունը չէ։ Մասնավորապես ես շատ եմ լսել Եթովպիայում IT ոլորտի զարգացման մասին, նաև այսպես outsource բավականին շատ կազմակերպություններ հենց Եթովպիայում են տեղակայված, կան հայեր նրանց մեջ եւ ինչու է հենց IT ոլորտը հենց ընտրել Եթովպիան որպես այսպես լոկացիա։ Այսինքն IT գծի վրա իմ դղաս աշխատի, որ գապված է ցևով Հայաստանի հետ, մասնավոր Եթովպիա կա ուսանածդար, այդպես շատ մեծ IT բանգ ասելով չեմ իմ ոլորտից քիչ մտուրս է, բայց կա որոշ ընկերություն, որ քիչ ավելի թրկական է, որ այստեղ ունին պրոգրամինգի գետրոմը, այսինքն Ամերիկային եկած ընկերությունն է, եւ շատ ուրիշ բան չի, Եթովպիո մեջ ամենազորավորը Եթովպիո telecommunication-ն է, որ գլխավորապես Huawei չինական Huawei-ին տեխնոլոգիով աշխատի։ Պարոն Ալբանդյան, իսկ դուք ինքներդ ինչով եք զբաղվում։ Մենք real estate joint venture ունենք 14 հարկանի
շենք է, անոր վրա զգսպավեմ եւ ընդհանրապես ես իմ ժամերս եթովահայ պատմությունը քրելով գսպավեմ ունիմ հրադարագություններ այս եթոբերենով իմ քիրքն է այս քիրքին անգլերենը գա որ Ամազոնի վրա կարելի է գտնել իսկ մեծ աշխատանքը որ ունիմ Եթովպիայի հայերը անգլերենով որ նորեն Ամազոնի վրա կարելի է գտնել Ասկամփոփեի Եթովպիայի պատմությունը 16-րդ դարին մինչև 2020 թվականի ինչպես որ գերեւի չեմ գիտեր եթե գտնում այս քիրքի հայերեն դարբերակը արևելայերեն դարբերակը պատրաստ է հիմա դված է խմբակրությունը վերջանալուն պետք է որոշ քանակությամբ դվի որ Հայաստանի քրատարաններում մեջ կոնե գոյություն ունենա եթովահայ պատմությունը ընդհանրապես պետք է քրատարաններում մեջ գտնվի որտեղ քիչ բան է քիչ էնսայքլոպեդիայի պես է կոմպենդիում գսենանք լերենով այնպես որ չեմ կարծել որ մարդիկ հաճույքի համար բանան գարտան Դուք ինքներդ վերջին անգամ երբ եք եղել Հայաստանը Ես անցյալ տարվա փետրվարին եղած եմ 23 օր այնտեղ էի եւ հավանական է որ այս դարվում մեջ եթե քիրքս դեխասնի շնորհանդեսին ներգալալ Հայաստան